ստեղծվել է Ռուսաստանում 1801 թվականին Ռուսչոտ Եֆիմ Արտամանովի կողմից, որը Ալեքսանդր առաջինի թագադրման ժամանակ ներկայացրել է իր այդ գլուխ գործոցը եւ Ալեքսանդր առաջինը իրան տվել է 50 ռուբլի պարգևավճար եւ ազատ է արձակել ճորտատիրությունից։ Երևի ազգանունները ձեզ ոչինչ տա Ղազարյան Նիշան եւ Վարդանյան Ֆելիքսը, որը Հայաստանում առաջիններից են, որոնք ստացան միջազգային կարգի մրցավարի կոչումներ եւ իրավունք ունեցան մրցավարություն անելու թե միջազգային, թե օլիմպիական խաղերում, թե աշխարհի չեմպիոնատներում։ Այնուհետև մեր մոտ առաջ եկան այդ ժամանակվանից նոր անուններ, նոր հեծանվորդներ, ճիշտ է, խորհրդային միության կազմի մեջ մենք շատ քիչ ենք ունեցել եւ ունեցել ենք երիտասարդների կազմի մեջ, ասենք մասնակիցներ, որովհետեւ մենք բոլորս էլ ասենք սպորտսմեն լինելով հանդերձ գիտենք խորհրդային միության ժամանակ հավաքականի անդամ դառնալու համար մենք մի ոտ պետք է ուժեղ լինենք ուկրաինացուց ռուսից, որպեսզի ընդգրկվեինք խորհրդային միության կազմի մեջ։ Այնտեղ խորհրդային կազմի մեջ եղել է ուրիշ հանրապետություններից երկու հոգի, որը մեկը Բալտիկայից էր Աղոտ Տիկուս անունով եւ եղել է Վրաստանից Օմար Թխապկաձեն, որը դառնալով օլիմպիական չեմպիոն, աշխարհի չեմպիոն, ռեկորդակի, այդ երկուսն են եւ կան երիտասարդների մեջ են հավաքականներ, որոնք ասենք ի հայտ չեն եկել։ Հիմնականում այս հեծանիվի հետ ճիշտ վարվելու դեպքում, ճիշտ օգտագործելու դեպքում ձեզ երկար ծառայեք։ Այդ նրբությունները ես ձեզ այսօր աշխատեմ մատչելիորեն հասցնել ձեզ, որպեսզի իմանաք ինչը ոնց է։ Աջան։ Եթե տեխնիկա է, ուրեմն տրվում է։ Ասեցի, ես հեծանվը 18 կիլոգրամ ինքը համարվում է սպորտային, որը որ նախատեսված է թե լեռների վրա քշելու, թե ասֆալտի վրա տարբեր հարթավայրերի վրա քշելու։ Ինքը իրանից այս հեծանիվը, ասենք ձեր մոտ դպրոցներում եթե չեմ սխալվում 110 թե 120 հազարի կարգի է նստած, բայց ինքը եթե խանութից այս հեծանիվը գնեք 500-ից 600 հազար արժի այս հեծանիվը։ Այս հեծանիվի մատերիալը իրանից այն չի ներկայացնում, ինչ-որ իրավերի պայեստամասերը, պարզասը։ Այս են թանկանոց Շիմանո ֆիրմայի պայեստամասերն են, որը որ շատ երկար, եթե ճիշտ օգտագործեցիք, շատ երկար կարողաց այս ծառայել։ Մենք առաջի փոխանցման տուփի հետ, որը այս ռամայի վրա ձգված է։ Սա է աշխատացնում է իրենքը։ Հետևում ունենք, սենց նկարեմ, որ ավելի հասանելի ունի, 1-ից 7 աստղալիվ։ 1, 2, 3, 4, 5, 6, 7։ Ուրեմն ինչ ասա նշանակում, ինչի համար է սանրտատվել։ Հետևի աստղալիվը աշխատացնում է հետևի, փոխանցման տուփը արջևինը։ Հիմա, որպեսի ձեզ հարցեր են տալ, մեկ գնում է, որ ասում է, գցում են չի գնում, չխչխկում է։ Ուրեմն նայեք սրա նրբությունը ինչու՞մ է գնում։ Յուրաքանչյուր պարագայում մենք այս աստղանիվները հաշվում ենք ռամայից աջ։ Սա է առաջինը եւ սա է առաջինը։ Այդ մեծ ու փոքրի տարբերություններ չկա։ Հիմա, որպեսի ձեր հեծանիվը ճիշտ աշխատի, նայեք, մենք վերև բարձրանալը հարթավայր եւ վայրեջ։ Ունենք 3 ուղղություն հեծանիվով արելու։ Ոնց ինչա նշանակում, այս աստղանիվը եւ այս աստղանիվը առաջի մեծերը նախատեսված են վերև բարձրանալու համար։ Օրինակ, սա առաջի աստղանիվն է, սա երկրորդն է, սա երրորդն է։ Առաջի աստղանիվը աշխատում է, նայեք, առաջին աշխատում 1-ից 3-ի հետ։ Երկրորդը աշխատում է 1-ից 7-ի հետ։ Իսկ հետևին աշխատում է 5-ից 7-ի հետ։ Հիմա սա սիստեման բացատրեմ ինչի համար ասեց։ Ուրեմն շրջան ձեզ երկար կարող է ծառայել միայն այն դեպքում, երբ որ ինքը զուգահեռ կանգնեց ռամին։ Առաջինը, առաջի երրորդի հետ որ աշխատում է, իր զուգահեռությունը պաշտպանում է։ Եթե նայեք գծագրի վրա ցույց տամ, առաջինը մենք աշխատացնենք 7-ի հետ, տեսեք ինչ անկյուն է լինում։ Այս անկյունը պատճառը հանդիսանում ցեպը մաշվելու։ Ինքը չկալու է, եթե ճիշտ տեղը չեղավ։ Եթե անկյունը ինչքան մեծ լինի, այնքան իր մաշվածությունը արագ կլինի, շուտ կլինի եւ շարքից դուրս կգա։
Այս ցեպերը նախատեսված է ձեր ծառայելու է 23,000 կիլոմետրի համար է նախատեսված։ Բայց դուք եթե սենց օգտագործեցիք 3,000 կիլոմետր չեք քշի։ Դրա համար մենք աշխատում ենք պաշտպանել Մենք ինչքան Սուդարիա պայեցինք այս շղթան Ռամայի հետ, այնքան երկարացարել։ Այսինքն, այս առաջին աշխատում է 1-2-3-ի հետ, երկրորդ ունիվերսալ է 7-ի հետ էլ աշխատում, որտեղ ինքը մեջտեղն է դրած, համ սրա հետ է աշխատում, համ սրա հետ է աշխատում։ Իսկ վերջինը երրորդը ամենամեծ աստղանիվը ծառայում է 5-ից 7-րդ աստղանիվների հետ։ Ինչի համար է սա նախատեսած։ Մեր մոտ վերել բարձրանալ հարթավայրի վրա քշել վայրը ճիշտելը ամեն տարածությունը ունի իր տեխնիկան եւ իր տակտիկան։ Եթե մենք օգտագործում ենք օրինակ վերել բարձրանալը, մեր մոտ ոտնակման 3 ձև գոյություն ունի։ Իմպուլսային, շրջանաձև եւ պարային։ Մենք վերելքները հիմնականում հաղթահարում ենք, ասենք վերջնական մոմենտը գալիս է պարային մեթոդը։ Պարային մեթոդը որն է։ Եթե մենք օրինակի համար եկան վերելքի կեսին հասել ենք արդեն մկանային համարկարգը ենթակա չի ծառայելու, ցավում է ուժերը արդեն վերջանում, մենք ասում ենք պարային մեթոդի։ Պարային մեթոդը, որ հենց այնպես բարձրանում է, ստեղծա։ Եթե արդեն մենք օգտագործում ենք մարմնի քաշը, որոշ չափով։ Հարթավայր գնալուց մենք ունենք ուսուցման տարբեր մեթոդներ, որը հիմնականում մենք օգտագործում ենք, ձեզ էլ խորհուրդ կտամ օգտագործեք հավասարաչափ մեթոդը, ինչ է նշանակում սա։ Կան ուսուցիչներ, ասենք կան մարզիչներ, որոնք ասենք երեխուն ասում են, հենց սկզբից ստարտը տվեցին դիր 3-ը, այս մեծը մեկ բուջուրի հետ, որ թափով եթաս, ավելի արագ գնաց, դա ճիշտ է, արագության հետ կապված է, բայց այդ անվային սպորտի մեջ կադենս հասկացողություն գոյություն ունի, որ այդ կադենսը չպաշտպանելու դեպքում այս երեխան 3-ից 5 կիլոմետրից ավել չի կարելի, առանց նախավարժանքի, առանց ամեն ինչի, տնի մի անգամից ծանր ունենա, չէ։ Դրա համար մենք հարթավայրի վրա օգտագործում ենք հավասարաչափ մեթոդը, ինչը նշանակում սա։ Ուրեմն հեծանվորդների մոտ սենց մի հատ արտահայտություն կա, պահեստային ժամանակ։ Պահեստային ժամանակը որն է, երեխան եկա, դրսացինք հեծանին, 20 կիլոմետր քշում այս երեխան, ժամանակը վերցրինք, ժամանակը փակեցինք, 20 կիլոմետր քշեց, նայում ենք, հաշվում ենք, տեսնում ենք սրա միջին արագությունը գալիս է 40 կիլոմետր ժամ։ Դա վատ չի, կամ 40-30 տարբերություն չկա, վատ չի, լավ է էսի։ Հետո նույն երեխուն դնում ենք հեծանին վրա, ասում ենք, քշի 5 կիլոմետր։ Այս 5 կիլոմետր հատվածը գնալով, մենք տեսնում ենք, որ այս երեխու միջին արագությունը կազմում 45 կիլոմետր ժամ արագություն։ Այսինքն, եթե 40 գնաց ինքը 20 կիլոմետրը, փոքր տարածությունը գնաց 45 կիլոմետր ժամ արագությամբ, ինքը ձեռք է բերում 5 կիլոմետր ժամ արագություն պահեստային։ Սա պահեստային, ինչի ժամանակ է սա պետք գալի։ Այս որ ասի հավասարաչափ մեթոդը, եթե երեխան մեկնարկը վերցրեց, ու իր այդ հավասարաչափ մեթոդով իր 40 կիլոմետր ժամ արագությունը կարողանում է ինքը պահի այդ ամբողջ 20 կիլոմետրի մեջ, ինքը դա օգտագործում է 15-ի մեջ, 17-ի մեջ։ Իսկ երբ որ ասենք ակրիվ կլինի խմբի հետ գան տարբերություն չկա, ինքը վերջի 2-3 կիլոմետրը օգտագործում է իր 5 կիլոմետր ժամանակ պահեստայինը, ինքը միանշանակ դառնում է կամ մրցանակակիր կամ Ռեգրովկա դալացի, ես արդեն լավ, ինչերից է, ես սիստեմը բացատրում, հիմա, այդ ես ընթացքում քանի ցեպը լարման տակ է, չի կարելի սկորոստ փոխել, ինչի համար, նայեք հիմա, հասարակ օրինակ, ես ոտը սխմեմ, չէ, նայեք ինչ ոտս պեդալին սխմած բայեն, նայեք ինչ լարվատաց է, ես եթե ժամանակ սկորոստ փոխեցիք, տալվեք եսի կոտրեք, կամ ես Ոնց արնում, հոլաստոյի ժամանակ եմ ոտքերը որ չպտեցիք, սկորոստը չի փոխի, քանի որ, ասեմ դες, եթե ոտքերը կանգնած են, ես պերեդաչները փոխում եմ, սիստեմը աշխատում է, բայց ցեպը մնացել է տեղը, դրա համար սխեմատվա ես ասեմ,
Ուրեմն նայեք, էսի ասենք Երաստանիկն է, էսի մեր մի շարժակերն է, էսի մեր երկրորդ շարժակերն է։ Եթե սենց մի հատ խաչ ենք անում, այս անկյունը, որ ստեղծում է, և այս անկյունը, ստեղ ցեպի լարվածություն չկա, այսինքն ինչ է նշանակում դա։ Այս պարագայում դուք ինչքան էլ ուշտակ պեդալին, ուշ չեք տա, ինչքան էլ ուշտակ այս ցեպը թուլ է։ Այդ այս ընթացքը, որտեղ էսի ասենք սպորտայինից տարբերվում է նրանով, որ սպորտային հեծանները կոնտակտով է, բոլոր պահերին փոխվում է, բայց սա չէ, էսի դուք այս պահին դուք ինչքան էլ ուշտակ լարվածություն չկա ցեպի։ Ցեպը լարված չի, իսկ այս դեպքում լարվածությունը տվեցիք չէ, նայեք, էսի ծիկը, իսկ էսի ազատ։ Զուբել կարաջարդի, սուպերներ կարաջարդի, թամբը լրև իչացնում ենք ներքև ու երեխուն ստիպում ենք քայլում։ Էսի այդ արտամոնումի ստեղծած հեծանների տարբերը։ Քայլում ատենց, հետո սկսում է վազել, բայց այս ոտնակները հանում ենք, որ չխփի ոտերին, չցավացնի և այլն։ Հետո սկսում է վազել է դրան, վազեց, վերջացրեց, մյուս տարբերակ, ինչի համար ենք անում, որպես ինքը հավասարակշությունը պահելով բեկը այսենց չանի, դեր սա է ընգնելու պատճառը սա է անել։ Ինքը որ արդեն ատելացավ բեկին, պահեց սիրուն ամեն ինչով, նստացնում ենք հեծանի, այսենց հետևից 2 մատով, 3 մատով բրնում ենք։ Ինքը արդեն գիրի, ղեկը չի շարժել, դուք ղեկին ձեր չեք տա։ Երեխեն սկսեց պտտել է։ Մենք թողում ենք, մենք բրնում ենք, մենք թողում ենք, մենք բրնում ենք, երեխեն չգիրի, գիտի որ բրնած է։ Ինքը արդեն վստահ է քշում է։ Մեկ էլ մի մոմենտ գալիս է, թողում եք ձեռացեք, երեխեն ֆռում գալիս է, տել մեկ դու կայնացես, բայց ինքը քշում է։ Էսի ամենապրիմիտիվ ձերն է, որ երեխեն վստահություն է, ինքնավստահություն է։ Այս անիվները 27 դյույմ է։ Եվ մի ոտնակման ժամանակ, հեծանին, որ մի ոտնակման, այսինքն այս վարյանտը ներքևին, այսինք մի ոտնակման տալու դեպքում մեր հեծանիվի շարժում է 2 մետր ավելի 33 սանտիմետր։ Ինչ ասա, ինչի համար։ Եվ ունենք 27 ձյուն։ Էսի մեր անիվի ձյուն։ Ֆիզիկական ուժի դեր է։ Հիմա, եթե մենք այս խմայով հաշում ենք 45-ը աստղանիվը մեր դիմացի աստղանիվն է, բազմապատում ենք ձյունով, բաժանում ենք հետևի աստղանիվների վրա։ Մենք ստանում ենք 81 թիվ, որը կոչվում է կադենս։ Կադենսը ինչ է, այսինքն մի ոտնակման ժամանակ հեծանվի գնացած ուղի։ Էսի 81-ն է, ձյուն կադենսա կոչվում։ Հիմա որպես իմանանք այս 81 կադենսի դեպքում մեր հեծանվի մի պտույտի, ինչ ասում է, ինչ խոսում ենք, ոտնակման մի պտույտի մասին է։ Որպեսի իմանանք քանի մետր է գնում, ինչ ենք անում, 45-ը առաջի աստղանիվը, բաժանում ենք հետևի աստղանի վրա, բազմապատում ենք այս մեր 2 մետր 133։ Այս անում։ Մենք ստանալու ենք ստեղ 64։ Եթե պետք է կարակ ստուգենք, որ 6300 քանիս է գալիս, որ 64։ Էսի նշանակում է մենք այս փոխանցման տուփի ժամանակ, 45-15 ժամանակ, մեր հեծանիվը գնաց 64։ Հիմա սա միջին է, ես ձեզ ասեմ մի բան, որ ուրեմն մինչև 90-ից 120 ոտնակման կադենսը այդի համարում է ծանր, մինչև 90 միջին ծանրությունը։ Հիմա սա միջին է, որտեղ 80 կա։ Իսկ ես հիմա ասենք 90-ի անեմ, նույն ես գործողություն անեմ, 50-ը բազմապատկեմ 27-ով 15-ի, էսի հավասար է 90 կադենս։ Էսի մեր պագրիշկեն է, էսի հասկացավ, չէ, էսի շպման 21-ի դեպքում շարան ավելի շատ ալու։ միանշան։ Հիմա մարզում անում եք 21-ով, 21-ով, ինչև 20, ինչի համար եմ ասում։ Իշքան թուլ է փչած արնևը, այնքան շփումը շատ է, ճիշտ է։ Իշքան հիմա եթե ես սենց է, նայեք, էսի օրինակ մեքենայի պագրիշկեն է, մենակ ես անկյուններն է, չէ՞ ծուր։ Հեծանիվին է, սենց է։ Այսինքն այս կոնտակտը շատ շփման մակերեսը շատ քիչ է։
մեքենան ինչի համար սենց, որտեղ ինքը բավարարներին ագերը չի ծառում։ Իսկ մեր մոտ այս շպորների հաշվին բավարարների դեմ ժամանակ կարասնենց բավարար դաս, արմուն կպցնես գետին, էլի տեխնիկայի արդեն, էլի։ Դրա համար, հիմա եթե մենք էսի 21 եք փչել, այս մասը մեր գրգաստ է կհասնի, ճիշտ է, ավելի կնստի։ 4.5 եք փչում, այս կոնտակտները ունի, հա կետ Բայց ինքնես ավերելով դժվար է։ Բայց ընկնելու հավանականությունը շատ է եւ կամերը ծաղկելու հավանականությունը շատ է։ Որովհետեւ կամերը, որ մենք բաղիշկան փչում ենք, ինչքան փչում ենք, ինչքան շատ, այնքան կամերի պատերը բարակվում են։ Անցանելիությունը ավելի հեշտ է։ Դուժը ծառում է։ Ինչի համար եմ ասում մարդու սենց արել։ Իրանց համար էսի նագրուսկա կրնում, 21 ասենք էսա, եթե փչենք 2.8, ասենք մի քիչ ստե կպակասի։ Ճիշտ է շփման մակը։ Կպակասի 4.5-ը արդեն կդառնացին։ Իրանք սենց բռնացել են, ընկնելու դեպքում, նավ տոտարվածքները ու տորմուզը չեն կարողան, որպեսզի ասենք դեմը անգավ չես կարող, ոչ կփախցնես, ոչ էլ կպարտոնես։ Այս դեպքն էլ է վնասակար, այս էլ է վնասակար։ Եվ ինչի համար է հիմնականում սա ու է։ Մեր հեծանվի մարտական դիրքը, այսենց է, մեր մեջքը, որ ասում են մեկ հեծանվորները ուզիկ են, չէ, մեր ողնաշարը թեքվելա գորկատեղից մինչև պարանոց, մեր մոտ այս մասը ուրիշ թրին, ոչ թե այս համ էսի կանդարումակու թոքերի տարողությունը, դու պտի գաս այսենց դիման դոշով նստես, և մարտական դիրք է գոշվում, արմուկները ծարլած։ Այս ծարլածը ինչի համար։ Եթե մենք եկանք, պտի կանենք, արգելակում անենք, ձերքերը ծարլած չեղավ, ուրիշ է, հիմա է ձերքերը ծալածներ ծուսնան, ուրիներ ծուս, ձերքերը ծալած եկան, ես ասեցի, եթե մենք թապը կոտրում ենք, նայեք, թապը կոտրում ենք, ամորտիզատորը սկսում աշխատել, ճիշտ է, սա ինչ նշանակում, որ մեր կոնտակտը առաջի անելի գետներ 100%-անոց է, կոնտակտում ենք, եթե ամորտիզատորը սխմվեց, ուրեմն կոնտակտը կա, եկանք, այդ կոնտակտը ստեղծեցի, առաջի արգելակը տվին, այս ծալածը օգտագործում բրդում ենք առաջ, որպեսի կոնտակտը ավելի հարտողոսանություն, որպեսի մեր այս կլքի վրա գնալը չլի, իսկ պատկերացրեք ձեռները տուղի վեկա, այս աչով դանդաղացեցի, ռեսկի տվեցի, նա տուղի վեկա։ Դրա համար այս անկյունը բրդելու համար